Լորվաձորի պռնկին հինավուրց Ցաղպատն է, հազարամյա որմերով վանքերն ու մշակութային այլ կոթողները։ Այստեղ ժամանակը ուրիշ հունով է ընթանում, իսկ պատմության զարկերակը դարեր շարունակ տրոփում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գանձարանի մասնիկը դարձած վանական պատերի ներսում։ Բայց Ցաղպատի իսկական հրաշքը միայն միջնադարյան կառույցները չեն, զարմանահրաշ որմնաքանդակներն ու որմնապատկերները։ Գյուղի իրական հարստությունն ու կենդանի հոգին այստեղ ապրող մարդիկն են։ Նրանք, ովքեր ամեն աստծօր արթնանում են հայրենի եզերքի հնամյա պատմության հետ ու շարունակում կերտել գյուղի վաղվա օրը։ Տիկին Նայրան հենց այդպիսի նվիրյալ է։ Նրա ամբողջ կյանքը մանկության անջնջելի հուշերից մինչև այսօր հյուսված է հենց այս սրբատաշ քարերի լռության հետ։ Ուրեմն հենց չեմ ծնվել Հաղպատում, բայց կապս Հաղպատի հետ միշտ եղել է փոքրուց, ու այնպես է ստացվել, որ կապս վանքի հետ էլ է փոքրուց եղել, որովհետև պապիկս ա ժամանակին պահակն եղել այդտեղ, ու երբ մենք գալիս ենք, անմիջապես առաջին բանը որ անում ենք, վազում ենք վանք։ Ու երևի Աստծո կամոքն այնց ստացվեց, որ շարունակական եղավ այն, որ մի օր այնց ստացվեց, որ ես պետքա ծառայեմ եկեղեցում, որովհետև դա ինձ համար լոկ աշխատանք չի, այլ ծառայություն Աստծո տանը, ինչի համար ամեն Աստծո օր ես փառք եմ տալիս Աստծուն, որ այդ հնարավորությունը ինձ ընձեռնվել է, որ ամեն առավոտ ես բացեմ եկեղեցու դռները։ Այդ դռները ամեն օր խոնարհումով բացող կինը վստահ է Հաղպատն այսօր ապրում, շնչում ու սնվում է հենց վանքի հազարամյա օրհնությամբ։ Այստեղ յուրաքանչյուր օջախ անտեսանելի թելերով կապված լինելով եկեղեցուն գտել է իր բարօրության ու հոգևոր խաղաղության բանալին։ Աստված բարեհաճ է գտնվել Հաղպատեցու նկատմամբ եւ դրա շնորհիվ գյուղն այսօր ոչ թե պարզապես գոյատևում է, այլ բարգավաճում։ Հաղպատը իմ չնաշխարհի գյուղն է։ Ես ապրում եմ այս գյուղով, ես շատ սիրում եմ իմ գյուղը ու երբ համեմատական եմ դնում մյուս գյուղերի հետ, միշտ ասում եմ, որ Հաղպատեցին դժգոհելու ու բողոքելու ոչինչ չունի, որովհետև մենք կարելի է ասել գյուղ չի, սա թաղամաս է, որովհետև ինչի կարիք, ոչ մի բանի կարիք մենք չունենք։ Մենք չունենք ճանապարհների, չունենք ջրի, չունենք գազի, չունենք լույսի, ոչինչի կարիք չունենք։ Երևի թե հենց ամենամեծ պատճառը Հաղպատավանքն է, որովհետև նորից եմ ասում, Աստված բարեհաճ ա եղել Հաղպատեցու նկատմամբ ու այս վանքը կառուցվել է հենց մեր գյուղում։ Հաղպատավանքի շնորհիվ կարելի ասել յուրաքանչյուր ընտանիք օգտվում է, ամենքն իրենց ձևերով, մեկը փոքր, մեկը մեծ մասով, բայց Հաղպատավանքը կարելի ասել պահում է բոլորիս։ Եթե չլիներ այս վանքը, տուրիզմ չէր զարգանա, մարդիկ չէին կարողանա ինչ-որ ձևով ապրելու միջոց գտնել, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ կարելի ասել չկան հենց ընտանիք, որ կարիքի մեջ լինի, որ կարողանան ինչ-որ օգնելու իրանք կարիք ունենան։ Բայց Հաղպատեցին միայն անցյալի փառքով ապրող չէ, նա հաստատակամ է ու ձեռներեց։ Փոխվող ժամանակներն ու զբոսաշրջային մեծ հոսքերը գյուղում նոր մշակույթ ու նորարարական մտածողություն են ձևավորում։ Տիկին Նայրան ու իր որդին որոշել են չսպասել պատահական հնարավորություններին, այլ սեփական ձեռքերով ստեղծել իրենց հաջողությունը։ Իրենց տան բակում նրանք արդեն կառուցել են կոլորիտային հացատուն թե ներսի թե դրսի հյուրերի համար։ Իսկ ապագայի պլաներում լիարժեք հյուրատունն է, բայց ամենից զարմանալին այս բիզնեսի ստարտային կապիտալն է։ Այստեղ չկան բանկային խոշոր վարկեր, այստեղ կա քրտնաջան աշխատանք, որովհետև նորավոճ հացատան հիմքում ընկած է հաղպատցիների ավանդական զբաղմունքները, հաց թխելը, հող մշակելը, հյուսել գործելը, խոզ ու կով պահելը, կաթ մշակելը։ Այստեղ չեն խորշում ծանր աշխատանքից, այլ հպարտանում են դրանով։ Սա եղել է սենյակը, ուղղակի մի փոքր վերանորոգելով ենք սկսել դրանից։ Ներդրումը անասունով ենք անում, խոզերով, ճիշտն ասած, խոզ ենք պահում, ինչի համար չեմ ամաչում, գյուղում ապրելով պետքա գյուղատնտեսությամբ էլ զբաղվես, բավականին խոզեր ենք ունեցել, վաճառել ենք ու մտածել, որ կարելի է ներդնել, որ այդ գումարը էլի գումար բերի։ Ես չեմ պատկերացնում գյուղում ապրելով քեզ զգաս որպես քաղաքացի։ Դու պետքա քո այգին էլ ունենաս, կարտոֆիլն էլ ունենաս, կանաչուն էլ փող չտաս, առնես, այ մեծ հաճույքով ես իմ բոստանը մտնում եմ իրիկունները, ամեն ինչը արվում է, խոզերն ենք պահում, ինչի համար նորից շատ մեծ հաճույքով ենք անում,
ձի ունենք, ձին չենք օգտագործում ինչ որ ֆինանսական, զուտ գեղեցկության, զուտ տուրիստի են ուրախանալու, որ են նկարում են իրանց լավ են զգում, այդ արդեն ամեն ինչ է։ Այսօր հյուրընկալության արվեստը հաղպատում նոր նշաձող է սահմանում։ Նա հասկացել է տուրիստական շուկայի ամենակարևոր օրենքը։ Աշխարհի տարբեր ծայրերից լոռի եկող մարդը չի փնտրում եվրոպական շքեղություն։ Նա փնտրում է էկոլոգիապես մաքուր սնունդ, իսկական հայկական համ ու անկեղծ էմոցիա։ Մինչև այդ չեմ զբաղվել, բայց այս տարի որոշել եմ ունենամ իմ սեփական այգին, որ հենց իմ այգուց կարտոֆիլ կլինի, բանջարեղեն կլինի, ամեն ինչը կարողանամ անգամ իրենք տեսնեն, որ ես հենց ըստեղից եմ իրանց հյուրասիրում ու իրանք ուտում են զուտ բնականն ու տեղականը։ Ամեն ինչից քիչ-քիչ ունենալ, բայց մեծ հաճույք է ինձ համար իմ այգուց քաղելը, իմ տնտեսության համար օգտագործելը։ Մի խոսքով հաղպատում հյուրընկալությունը պարզապես սեղան գցել ու ուտեսներ մատուցելը չէ։ Դա սեփական հոգու պատառիկը, անկեղծ ժպիտն ու հայկական ավանդական սերը աշխարհին փոխանցելու նուրբ արվեստն է, որտեղ ամեն մի դետալ պիտի խոսի սիրո մասին, մարդու հանդեպ սիրո մասին։ Համենայն դեպս իմ հերոսի համար կարևորն ու առանցքայինն է։ Հիմնականում հյուրատներ բավականին ունենք, բայց ճիշտ աշխատել էլ է պետք, որովհետև տուրիստ ասելու ոնց ուզենանք ընդունենք, դա սիրուն չի։ Պետք է իմանաս ընդունելության ձևը, անգամ այդ հաց տալու, այդ ամեն ինչը պետք է ամեն ինչին ճիշտ ու գրագետ մոտենաս, որ զարգանա, ոչ թե հետս հետե մարի, ինչը որ ցանկալի կլիներ, լինի մեր գյուղում նաև։ Դե ցանկալի է, որ ուտելիքը ուտեն հենց մեր ավանդականը, թեկուզ եթե հաղպատի հետ կապված էլ չլինի, գոնե հայկականը լինի, որ ամեն մի ուտեստի մեջ քո սերը ներդնես, անգամ աղցաններ կան, որ մատերի տեղը պետք է երևա, որ ինքը տուրիստը զգա, որ դու սեր ու ջերմություն ես դրել, անգամ քո ձեռքերից ջերմությունն ես տվել, որ ինքը կարողանա, ես բավականին ունենում ենք տուրիստներ, ես նոր-նորը սկսում ենք դրանով զբաղվել, ես որ տուրիստներ ունենում եմ, աշխատում եմ ավանդականը, համեղը ու իմ սերն ու ջերմությունն եմ դնում ու մեկ-մեկ որ ասում են ինչի ասենց համը, որովհետև սիրով եմ պատրաստում, դրա համար ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Եթե խելացի վարվենք, շատ ավելի լավ պահենք այդ տուրիստին, շատ ավելի լավ ապրելակերպ կունենան, շատ ավելի զարգացած կլինենք, անգամ այդ տուրիստի հետ շփումն է զարգացնում մեզ, իրանց պահելաձևից էլ ենք մենք որոշ բան սովորում, իրանց կարգ ու կանոնից էլ ենք սովորում, իրանց այն ժպիտն անգամ փոխանցվում մեզ, որ ժպիտով իրանց դիմավորենք, պետք չի անընդհատ հոնքերդ կիտած, տուրիստին չի հետաքրքրում քո ընտանիքում այդ պահին ինչ է կատարվում, դու պետք է իրանց միշտ ժպիտով դիմավորես, որ իրանք զգան, որ իրանք պահանջված են մեր մոտ։ Զբոսաշրջիկների պակաս չկա հաղպատում, որն իր մեջ թաքցնում է գաղտնիքներ ու բացառիկ կոթողներ, որոնք աշխարհի ոչ մի այլ վայրում չես տեսնի։ Այստեղ ամեն մի խաչքար ունի իր շունչը, իսկ հնամենի զանգակատնունն ու հուշաղբյուրը տարիներ շարունակ եղել են գյուղի կյանքի ու կենցաղի անբաժանելի մասը։ Դարավոր այս կոթողը օժտված է բացառիկ հրաշքներով ու ճարտարապետական գլուխգործոցներով, որոնց մասին տիկին Նայրան կարող է պատմել ժամերով։ Կատակով ասում է՝ ի վերջո յուրաքանչյուր հաղպատեցի ծնված օրից այս վանքի ու այս ծորերի պատմաբանն է դառնում։ Հաղպատավանքը առանձնանում է իր մասունքով, իր հրաշալի խաչքարով, ամենափրկիչ խաչքարով, որը Հայաստանում ունենք նմանատիպ 4 հատ, մեկը մեզ մոտ է Հաղպատավանքում, բավականին հրաշալի մեծ խաչքար է ու 4 խաչքարերից ամենահաջողվածն է։ Բոլորի քանդակագործը նույնն է, Վահրամ Մամիկոնյանը, որը քանդակել է միայն ամենափրկիչ խաչքարներ։ Ունենք հրաշք գլուխգործոցը մեր զանգակատունը, որ Հաղպատավանքում է միայն, որ ինքը առանձին է գտնվում, բոլոր տեղերում զանգակատնով մտնում են եկեղեցի, բայց մեզ մոտ ինքն առանձին է, կանգուն է, երբևիցե Հաղպատավանքը չի տուժել երկրաշարժերից, միայն մի պատն է 17-րդ դարում փլվել, Փառք Աստծո վերականգնվել է։ Մեր հուշաղբյուրը կառուցված է 1233 թվականին եւ կան խմբեր, որ պարտադիր իրենց գիտերը տանում են նաև այդ հուշաղբյուրը, որը բացառիկ հուշաղբյուր է, կանգուն ու հաղպատեցու համար ինքը երկար տարիներ ջրի աղբյուրն է եղել, որ առանց մլի մենք չենք պատկերացրել մեզ։
Բայց այս համաշխարհային ճանաչումն ու տուրիստական աննախադեպ ալիքը գյուղի համար ստեղծել են միանգամայն նոր, երբեմն նույնիսկ զարմանալի տնտեսական վիճակագրություն։ Հաղպատն այսօր պաշտոնապես հավակնում է տարածաշրջանի ամենաթանկ ու ցանկալի գյուղի տիտղոսին։ Վանքի հարակից հողերի գները սրընթաց բարձրանում են, իսկ հեռավոր քաղաքների թոհուբոհից փախչողների համար Հաղպատում սեփական անկյուն ունենալը դարձել է իսկական շքեղություն։ Ասեմ, որ Հաղպատում հողերն են շատ թանկացել, նամանավանդ այն հողերը, որոնք մոտ են եկեղեցուն, բավականին գնային մեծ աճ ունեն ու հիմնականում հիմա Հաղպատի հողերը դրսից են առնում, որ մարդիկ կարողանան իրանց, չի ասի բիզնեսը դնեն, բայց գոնե իրանց դաչասվածը ունենան, որ Երևանի թոհուբոհից կտրվելով ամառվա կարողանան թեկուզ մի փոքր տնակ սարքեն ու ապրեն։ Ու դրա համար բավականին իսկապես հարուստ գյուղ կարելի է կոչել, որ հողատարածքները շատ թանկ են։ Գյուղը մի ձգող բան ունի, որ չես կարալ առանց հիմի մտիկ այն յասամաններին ծաղկած նայում եմ, արդեն դա ինձ համար բավականություն է։ Այն ծառի տակ նստում եմ կանաչի, դա ինձ համար բավականություն աղջիկ ջան, ոնց կարաս բնությունը չսիրես, այ որ ցույց են տալի, որ այս ինձ քաղաքում այն ծառերը կտրեցին, այն ինչ տեղը ծառերը կտրեցին, էտել եմ եւ ցավ ապրում, ասում եմ ոնց կարելի է բնությունը ոչնչացնել, չէ ամեն մի թուփի, ամեն մի ծաղկի համար ինչքան էներգիա ես ծախսում, որ դու դրան աշխարհ ես գցում, որ աճեցնում ես, հետո չէ որ կանաչը մեր թթվածինն է։ Բայց հողի տնտեսական արժեքից անդին Հաղպատն ունի մեկ այլ ավելի խորը, լուռ ու մարդկային արժեք։ Ուղնուծուծով հաղպատեցի Լենա տատիկը գյուղի իսկական այցեքարտն է։ Չնայած տարիքին ու կյանքի բերած մենությանը, նա ամեն ամառ անդավաճան վերադառնում է հայրենի գյուղ։ 80 անցկինը գյուղում ոչ մեկից ու ոչնչից հետ չի մնում իր մտքի ու ձեռքի ճարպկությամբ։ Գյուղի սկզբնամասում տաղավարներ ունի, որտեղ շատ հաճախ է հյուրեր ընդունում, դե նախ որովհետև մեկ անգամ Լենա տատիկի հյուրընկալությունից օգտվողը հաստատ երկրորդ անգամ էլ է գալիս։ Մարդը ոնց կարա պարապ մնա։ Ես ճիշտն ասած, այո, այս տարիքում էլ աշխատում եմ, դեռ աշխատում եմ, ցանում եմ, ստեղծում եմ, իմ ծառի պտուղը մշակում եմ, մի բան եմ սարքում, իմ թորների համար ուղարկում եմ, չեմ թողում, որ մի բանը փչանա, դուրն ավլելու ավլում եմ, այն ծառի մի բանը պետք է անում եմ, այն միրգը հավաքում եմ, մի բանը ստեղծում եմ, այս գյուղի տակ տաղավարներ ունենք, միմին գնում եմ ընդեղ, այ եկող էքսկուրսանտներ բան եմ ընդունում մեկ-մեկ, հա, որ եկողալում, բայց մեծամասամբ ես իմ տնտեսությունումը չեմ թողում, որ մի բանը փչանա։ Նրա աչքի առաջ ոչ միայն տարիներն են սահել, այլև գյուղի պատմությունը։ Նա տեսել է Հաղպատի տարբեր ժամանակները, բայց այսօրվա զբոսաշրջային եռուզեռն ու աշխարհի տարբեր ծայրերից եկող հյուրերի հիացմունքը նրան հպարտություն են պատճառում։ Չէ, գյուղը այլևս գյուղի նման չէ, ինքը լավ տեսնում ու հասկանում է, ու մեկ-մեկ էլ կատակում, թե բա այս տարիքում անգամ տուրիստների երեսից անգլերեն խոսել սովորեցինք։ Անչափ, որ ձմեռն էլ անգամ գալիս են։ Տուրիստները ձմեռնել են գալի, բա այս գյուղում այսքան հյուրանոցներ բանել է սարքում են, այդ եթե եկող գնացող չլի կգան աղջիկ ջան, երբեք չեն գալ, օրվա որ ժամ ուզում ես գնա եկեղեցու հրապարակը լիքն են, թեկուզ երեկոյան ժամերին էլ լիքն են բալիկ ջան, փառավորվում եմ, որ այս գյուղի ծնունդ եմ ու ափսոսում եմ, որ ոնց կար հլա այս բնությանը նայի, տուրիստները գալիս են նայում են, հիանում են, ասում են դուք դրախտում եք ապրում, իրոք մենք դրախտում ենք ապրում, բայց պետք է որ խաղաղ երկինք ունենանք։ Լենա տատի ասած այս դրախտային խաղաղության կողքին, սակայն Հաղպատն այսօր ուրիշ ավելի լուռ հոգսերել ունի։ Ինչքան շատանում են զբոսաշրջիկներն ու հյուրանոցները, այնքան գյուղն աստիճանաբար հեռանում է իր արմատներից, գյուղական կյանքից։ Թե ինչու է անասնապահությունը տարեստարի վերանում եւ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ժամանակակից գյուղացին, ամենից լավ գիտի Հաղպատի ու տարածաշրջանի նախկին անասնաբույժ Հաղպատեցի Աշոտ Ալիխանյանը։ Տարիների նրա փորձն ու վիճակագրությունը ստիպում են իրավիճակին նայել անաչառ ու առանց ձևականությունների։ Հիմնականում սկսվել են գյուղում կառուցվել հյուրանոցներ, հյուրատներ,
եւ հիմնականում հանգստյան գոտիներ, որը նաեւ հիմք է հանդիսացել գյուղատնտեսության հետաճին, այսինքն գյուղը աստիճանաբար նմանվել է քաղաքի եւ այսօրվա դրությամբ անաստագլխականակի պակասը ամեն ինչը հիմնականում կապված է հենց այդ որպես տուրիստական կենտրոն լինելու մեջ։ Մատերի վրա կարելի է հաշվել մոտավորապես մի 15-20 տարի առաջ, երբ գյուղում խոշոր եղջերուար կենդանիների քանակը կազմում էր մոտավորապես 550-ից 600 գլուխ խոշոր եղջերուար, հիմա 300-ը չգիտեմ, կլինի թե չէ։ Մինչդեռ թվում է, թե ընդհակառակը զբոսաշրջության բուռը զարգացումը պիտի ստեղծեր նաև էկոլոգիապես մաքուր անասնամթերքի պահանջարկ, ինչը պիտի լրացվեր հենց տեղական արտադրությամբ, շրջանցելով խոշոր արտադրողներին։ Բայց չէ, այս հարցում դեռ խնդիրներ կան եւ չի ձևավորվում հյուրանոցները, հյուրատները ու հացատները որակյալ գյուղական արտադրության սննդամթերքով ապահովող մասնագիտացված գյուղացիական տնտեսությունները։ Գյուղի կենտրոնում հավաքվածները թերևս ամենից լավն են հիշում են տարիները, երբ գյուղը ապրում էր իսկական գյուղական առօրյայով ու հոգսերով։ Նրանցից շատերի մանկությունը անցել է հանդիպակաց սարերում, սար գնում էին պապ ու տատի հետ, հետո նաև իրենց ընտանիքներով, որովհետև այլապրելու ձև ու միջոց ժամանակին հաղպատեցին չգիտեր։ Դե հիմա ոչ սար գնալն է այլևս ժամանակակից դարձել, ոչ էլ սարի ապրուստով ապրելը։ Գյուղի ավագ սերնդի խոսքով իրենք էին հաղպատի սարերի վերջին մուհիկանները, հիմա երիտասարդները այլևս ավելի մաքուր կոկիկ, եկամտաբեր ու հեշտ կյանքով են ուզում ապրել։ Դե հասկանում են մեղադրելու էլ չի, միայն թե մնան գյուղում, ինչ ուզում է անեն, ասում են նրանք։ 80 թվականից մինչև 90 թվական 10 տարի նենց են գնացել, հնասում պահելու նպատակով։ Նենց էլ ասենք մեր պապիկ տատիկների հետ, ծնողների հետ, նենց են գնացել, ասում մեծամասամբ ես սարում եմ մեծացել։ Հիմա գնում եք սար։ Չէ։ Իսկ ինչու։ Ինչի որոշեցիք էլ չգնալ կամ անասնապահությամբ չզբաղվել։ Դե մեծ էր մահացան, մենք էլ երիտասարդ ենք, արդեն աշխատանք ունենք, էլ ձեռք չէր տալի սար գնալը, անասուն պահելը։ Դե մենք էլ ենք, արդեն եթե թվի հետ ենք շարժում, եթե ասենք կա մի քիչ ավելի թեթև ապրել, ավելի շատ սար գնալն էլ է, շատ ծանր աշխատանք է։ Եթե կարում ես թեթև ապրես, ինչի արդեն ծանր բյարի տակ ընկես։ Սա տարբերակը սենց է, անասնապահությունից հրաժարվել են պահով, որ մթերքը չեն կարում իրացնեն։ Այսօր մարդիկ կան ուզում են անասունը վաճառեն չեն կարում։ Պահելը դժվարացել է կեի տեսակետով։ Այսօր խանութ ես մտնում ամեն ինչ, դա պետական ինչ որ գալիս են, ամեն ուր համարյա գալիս է, կաթում մածոնը որ բերում են։ Մի լիտրը իած բերած կաթամ մածոնը 700-800 դրամ, իսկ գյուղացինը 200-250 դրամ։ Այդ համա չեն պահում։ Զբոսաշրջության բերած եկամուտն ու թեթև կյանքը իհարկե գայթակղիչ են, բայց արդյոք հնարավոր է մի ամբողջ գյուղի տնտեսություն կառուցել միայն հյուր ընդունելու ու ճանապարհելու վրա։ Հաղպատի վարչական ղեկավարը կարծում է, որ դա անիրատեսական է։ Օրինակ, ինչու հեռագնա անասնապահությունը եւս չդիտարկել զբոսաշրջային ծառայությունների ցանկում։ Ենթադրենք Եվրոպայից կամ Ռուսաստանից եկած հյուրը նախ հյուրընկալվում է Հաղպատում, մյուս օրը ձիով կամ ամենագնաց մեքենայով ուղևորվում է Բարձրադիր յայլա եւ հյուրընկալվում սարվորներին։ Կով է կթում օգտակար խոտաբույսեր հավաքում, մասնակցում մածուն, ջիլ ու կարակ պատրաստելուն, ուտում սարին հատուկ կերակուրներ, մի գիշեր մնում յայլայում, հաջորդ օրը վերադառնում անկրկնելի տպավորություններով։ Այս ամենը իհարկե որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո միայն։ Ի վերջո, որքան էլ ուրախանալի է, որ մարդիկ տեղում աշխատանք ու սեփական բիզնես են հիմնում, միևնույն է գյուղը չի կարող վերջնականապես կտրվել իր հիմնական արմատից հողից։ Հենց այս հավասարակշռությունը պահելու համար էլ այսօր համայնքում գործուն քայլեր են արվում, որպեսզի գյուղացին կրկին վերադառնա հողին, իսկ պետական աջակցության ծրագրերը դառնան հասանելի ու շոշափելի։ Համագործակցությունը կառավարության վերջին մի քանի տարվա իրականացված ծրագրերի շրջանակներում որոշակի քանակությամբ ավելացել է, բայց ունի մեծ պոտենցիալ, ունենք ամեն դեպքում մշակման տոկոսը ցածր է, ունենք աշխատանքներ կատարելու կառավարության ծրագրերից որպեսզի ավելի օգտվի տեղեկացված լինեն գյուղացիք եւ ավելի մեծ հողատարածքներ մշակվեն։ Ոռոգման ջրի խնդիր ունենք, այս տարի հաստատված է մեր սուբվենցիոն ծրագրում, եթե ոչ այս տարվա վերջին կիրականացվեն աշխատանքները։
Պետական ու համայնքային այս ծրագրերին զուգահեռ Հաղպատում տեղական զբոսաշրջային բիզնեսը փորձում է ուշքի գալ վերջին տարիների ծանր հարվածներից։ Հեշտ ճանապարհ չի եղել նախ կորոնավիրուսի համավարակը, որի պատճառով համայնքում տասնյակ փոքր բիզնեսներ ու հյուրատներ փակվեցին, իսկ խոշորները մի կերպ դիմակայեցին։ Ապա Ալավերդի համայնքում տեղի ունեցած կործանիչ ջրհեղեղը, որը ստիպեց արտասահմանյան զբոսաշրջիկներին կտրուկ փոխել իրենց երթուղիներն ու շրջանցել լոռին։ Թվում էր ոլորտը հայտնվել է փակուղու առաջ, սակայն այս ճգնաժամը ունեցավ նաև իր հակառակ դրական կողմը։ Հենց արտաքին туриզմի կրճատումը խթան հանդիսացավ, որպեսզի սկսի կայծակնային տեմպերով զարգանալ ներքին туриզմը։ Թե ինչպես է գյուղական միջավայրը հարմարվում այս նոր իրականությանը, պատմում է Հաղպատյան խոշոր հյուրանոցներից մեկի ներկայացուցիչ Լենա Խաչատրյանը։ Ուրախալի փաստ եմ ուզում ասել, որ այս տարիների ընթացքում բացահայտվեց, որ ներքին туриզմը ավելի է զարգացել մեզ մոտ, քանի որ մենք հայերս ուզում ենք բացահայտել մեր մշակույթը, մեր եկեղեցիները, մեր պատմությունը, մեր բնությունը պետքա գնահատենք մեր մշակույթը, ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը թանկ է մեզ համար։ Ուզում եմ մարտահրավեր նետել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց երկիր թողում ու գնում են ուրիշ երկրներ բացահայտելու, այնինչ մենք ավելի բացահայտելու շատ եկեղեցիներ ունենք, շատ պատմություն ունեցող վայրեր ունենք։ Խնդրում եմ մի անտեսեք Հայաստանը եւ եկեք մեզ հյուր։ Բայց զբոսաշրջության զարգացումը միայն հյուրեր ընդունելը չէ, այն ունի շատ ավելի կարևոր սոցիալական նշանակություն։ Այսօր, երբ մարզերից ու գյուղերից երիտասարդների արտահոսքը դեպի մայրաքաղաք Երևան կամ երկրից դուրս լուրջ խնդիր է, Հաղպատում տեղական բիզնեսը կարողանում է հակակշիռ ստեղծել ու տեղում պահել սեփական ուժերը։ Մեր աշխատակազմի մեծ մասը Հաղպատից են։ Նույնիսկ ես հարցնում եմ, ինչով եք գնում աշխատանք, ինչով եք գալիս գնում, ասում եմ ոտքով։ Շատ հարմար է ու ես դրանից ուրախանում եմ, որովհետև չեն գնա, էլի Հաղպատից չեն գնա, օրինակ Երևան շատ են, չէ՞, ձգտում գնան ապրեն Երևանում, թեկուզ դրսեր արտասահման, բայց մարդիկ մնում են եւ աշխատում են հենց իրենց գյուղում։ Տեղում արարելու այս հնարավորությունները ի վերջո ամենակարևոր նպատակին են տանում՝ կանգնեցնել արտագաղթը ու մարդկանց պահել սեփական հողի վրա։ Ու հենց այս լույսի ներքո էլ այսօր Հաղպատում կառուցում են վաղվա օրվա պլանները։ Թե ինչպիսին է լինելու գյուղի ապագան այսպիսի տեմպերով զարգանալու դեպքում եւ ինչպիսին է տարիներ անց իր երազած Հաղպատը լինելու, փաստում է վարչական ղեկավարը։ Նման զարգացման միտումով շարունակելու դեպքում ցանկանամ ավելի շատ հետ վերադարձ մեր բնակչությանը պատկերացնում եմ ավելի զարգացած, ավելի երջանիկ Հաղպատեցի Հաղպատ։ Եվ իրոք Հաղպատն այսօր այլևս սովորական գյուղ չէ, այն դարձել է մի մեծ խաչմերուկ, որտեղ հանդիպում են տարբեր մշակույթներ, լեզուներ ու մարդիկ։ Ու եթե երբեմն թվում է, թե հեռավոր այս լորվա գյուղին աշխարհին ներկայանալու ու ավելի հայտնի դառնալու գովազդ է պետք, տեղացիները միայն ժպտում են։ Նրանք լավ գիտեն իրենց պատմության ու հողի կշիռը։ Հաղպատի ճանաչելիություն ինձ թվում է ըստ ինձ պետք չի, որովհետև Հաղպատին գրեթե ամբողջ աշխարհն է ճանաչում։ Ես մի ժամանակ մի ելույթի ժամանակ, եթե կհիշեք, կատակի բերումով ասի գյուղ Ալավերդին միացրին քաղաք Հաղպատի հետ, որ ճանաչելիություն ձեռք բերի, դու դա իհարկե կատակ է, բայց ամեն դեպքում իրական որոշակի բան էլ կա։ Այն եթե հարցնես աշխարհի մասշտաբով, տարբեր երկրներում հարցնես, ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում Ալավերդի քաղաքում, կարող է մի հոգի, երկու հոգի գիտենա, բայց ոչ հիմնական մասը, բայց եթե ասես ապրում եմ Հաղպատի կողքը, ահագին մարդ կգիտենա։ Ով չի եկել, թող գա, տենան, ով էլ գալիս է մի անգամ, հաստատ համոզված ենք լինում, որ երկրորդ անգամ պարտադիր պետք է գա։ Համեցեք Հաղպատի դռները բոլորի առաջ բացեն։ Ու թեև անասունների բառաչի ձայնը գյուղում տարեստարի քչանում է, Հաղպատեցու տեսակն ու օջախի կանչը միևնույն է չեն կորչում։ Պարզապես աշխարհին բաց աչքերով նայելը, ամեն օր տարբեր երկրներից հյուրեր ընդունելն ու ճանապարհելը գյուղի մարդկանց են փոխել։ Այստեղ կենցաղն ու շփման մակարդակը այսօր լրիվ ուրիշ բարձրության վրա են։ Գյուղացիները իրենք էլ մեկ-մեկ կատակում են, դե որ ամբողջ օրը աշխարհի 4 ծագերից եկած հյուրերի հետ է շփվում, ուզես չուզես պիտի եվրոպական ձևեր սովորես, կուլտուրական դառնաս։ Բայց կատակը կատակ, իսկ իրականում գյուղի ներքին մակարդակն ու հարգանքը իսկապես աճել են, ու դարավոր վանքի պատերի տակ ապրող Հաղպատեցին շարունակում է արարել, հյուրասիրել ու խաղաղ երկնքի տակ պահել իր դրախտի կտորը։
Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, Քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։